Փող չենք վճարում։ Չեք հավատում։ Անվճար։ Անվճար հիմա տենց կա։ Այո։ Անվճար, չեն հավատում։ Անվճար ավտոբուսները աշտարակում, իսկ անվճար պանիրը թակարդում է լինում։ Աշտարակցիները դժգոհ չեն, երկար ժամանակ է Բագավան, Երզնկա եւ այլ թաղամասեր տեղաշարժվում են ներհամայնքային անվճար տրանսպորտով։ Վստահ են, թակարդ չէ, այլ փրկություն։ Երբ համայնքը անվճար է տրամադրում, դարձյալ քաղաքացին է վճարում հարկերի արդյունքում ձևավորված բյուջեից, կարծում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Բայց նույն արտոնությունը չունեն Արագածոտնի մարզի մյուս համայնքների բնակիչները։ Մոտ 5000 բնակիչ ունեցող Ուջան գյուղի տրանսպորտից օգտվողները շատ են։ Ամեն օր երթևեկող ուսանողներ էլ ունեն։ Ժամը 1 աշխատող երթուղային գազելները հաճախ ծանրաբեռնված են լինում։ Քանի գյուղ ա գնում, այս մարշրուտին։ Ոտի վրա կեսել չկարեցան նստեն։ Բայց թանկանալու էլ ուսանողներ ոնց պիտի գնան գա։ Մեքենաները ճիշտ ասած իրանք ասենք հին են։ Հետո մի քիչ ծանրաբեռված ալում էլի։ Առավոտ երեկոյան ժամերին։ Առավոտյան այս կողմից ծանրաբեռված երեկոյան Երևանից գալուց։ Մի քիչ ժողովուրդն էլ բնակչություններ շատացել է, չի բավարարում ոնց որ մեքենաների ժամերը չի երեքում էլի։ Արագածոտնում ապրիլից գործելու է միասնական երթուղային ցանց, մրցույթը հայտարարվել է, սպասարկող ընկերությունը հայտնի է։ Այն պարտավորվել է 66 նոր ավտոբուսներ ներկրել, բայց պատրաստվում է մոտ 100-ը բերել։ Դրանցից 10-ն արդեն սպասում է շահագործման իր հերթին։ Նույն ուղղության մեջ կարող է հոսքերի խնդիր լինի, ուղևորահոսքի խնդիր առաջանա, որ սպասարկման ժամանակ լինում է, որ մեկ տրանսպորտային միջոցը բավարար չի։ Ավելի պետք է երկրորդ տրանսպորտային միջոցը հաշվարկներ ունենք, որ պետք է բավարար եւս 30 մեքենա։ Մենք դիմելու ենք տարածքային կառավարման նախարարությանը, ենթակառուցվածքային նախարարությանը եւ համալրման միջոցով եւս համալրենք այդ 30 տրանսպորտային միջոցը, քանի որ այս պահին մենք հասկանում ենք արդեն, որ կան գյուղեր, որ հոսքերը բարձր են, բայց կանխատեսումներով մրցույթի ցածր տրանսպորտային միջոցի քանակը ներգրաված։ Ոչ միայն չի գործել տրանսպորտ, օրինակ խոշորատված համայնքից դեպի մարզկենտրոն աշտարակից արդեն Երևան գործում է, այլ նաև օրինակ Ծաղկովիթ խոշորատված համայնքի բնակավայրերի ներսում չի գործել։ Այսինքն եթե խոշորացված համայնքի մի բնակավայրից ուզեցել են գնան Ծաղկահովիտ, դա նույնպես բնակչի համար խնդիր է եղել։ Իսկ այս պահին, այս միասնական երթուղով, որը որ կգործի, բոլոր բնակավայրերը ունենալու են տրանսպորտային համակարգ։ Մեկ մարզ, մեկ օպերատոր սկզբունքը կնպաստի այս բացը լրացնելուն, նշում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյան։ Փոխնախարար Սիմոնյանը հիշեցնում է, 2021 թվականից են ներդրել միասնական երթուղային համակարգի գաղափարը, որի շնորհիվ արդեն մի քանի մարզերում լուծվել է տրանսպորտի հարցը։ Ինչպես է այն հնարավոր դառնում, օրինակ, հեռավոր գյուղերում, որտեղ ուղևորների թվի պակասի պատճառով փոխադրողները դժվարանում են սպասարկում իրականացնել։ Մեր մոդելը հենց դա է ենթադրում, որ իր ամբողջական այդ սխեմայով գործելու դեպքում ինքը ամեն դեպքում եկամտաբեր է, քանի որ նույնիսկ այն ուղղությունները, որոնք այսօր չեն սպասարկում եւ որտեղ կա ցածր ուղևորահոսք, դա այլ ուղղություններով կոմպենսացնելու հնարավորություն կա։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ նույնիսկ այդ գյուղերի պարագայում կամ բնակավայրերի պարագայում այդ խնդիրը մեր կարծիքով լուծված է այդ մոդելի շրջանակներում։ Որոշ երթուղիներ, երբ որ հրաժարվում են սպասարկումից ցածր եկամտաբերության պատճառով, մենք ժամանակավոր մրցույթների սխեմայով փորձում ենք տարբեր օպերատորների ներգրավել ժամանակավոր սպասարկելու մինչև համապատասխան միասնական օպերատորի ընտրությունը։ Նոր մեքենաներով մրցույթի մասնակցելը պարտադիր պայման չէ, բայց պարտադիր է, որ մեքենաների շահագործման ժամկետը չգերազանցի 10 տարին, իսկ մրցույթներն անցկացվում են 10 տարվա համար, ներկայացնում է Արմեն Սիմոնյանը, պարզաբանելով, թե ինչու են սպասարկող ընկերությունները մեծ մասամբ նոր մեքենաներով մասնակցում մրցույթներին։ 2020 թվականի դեկտեմբերին մրցութային նոր կարգով սահմանափակում մտցրեցինք տարիքի նոր ներգրավող տրանսպորտային միջոցների համար։ Խոսքը մինչև 10 տարեկանի մասին է, այսինքն գործողները, որոնք նախկինում իրավունք էին ստացել եւ այն ժամանակ նման սահմանափակում չկար, այդ իրավունքի շրջանակներում իրենք շարունակում են իրենց գործունեությունը, բայց երբ որ մենք նոր մրցույթ ենք հայտարարում,
ապա մասնակիցը այլևս չի կարող, օրինակ, 15 տարեկան տրանսպորտային միջոցով գալ մասնակցել մրցույթի։ Բարեփոխումն առանց սակագների փոփոխության անհնար է, այլապես մրցույթ տեղի չի ունենա։ Դա է պատճառը, որ միասնական երթուղային համակարգի ձևավորումը մինչ այժմ ներդրված մարզերում հանգեցրել է որոշ փոփոխությունների, բայց դրանք չեն հարուցել քաղաքացիների դժգոհությունը։ Մարդիկ տարիներ շարունակ սովոր են եղել, որ օրինակ պետք է վճարեն 100 դրամ, 150 դրամ, բայց ունենան վատ սպասարկում, վարորդները ծխեն ճանապարհին, վարորդները արագ ընթանան, կամ օրինակ դինում են դեպքեր, որ օրինակ տեղ չի լինում, դուք ժամերով կանգնում եք կանգառում, վարորդը գալիս անցնում է, չի կանգնում, չի վերցնում, քանի որ տեղ չկա։ Երբ որ արդեն գործարկվի ու մարդիկ օգտվեն տրանսպորտից, կարծում եմ միանգամից շատ բան կփոխի եւ նրանք կզգան, որ իրականում մեծ փոփոխություն է եղել, որի համար հաստատ արժի 100 կամ 200 դրամ ավել վճարելը։ Փոքր գյուղեր ունենք, որ օրինակ 200 դրամը դառել է օրինակ 300 դրամ։ Փոփոխությունները 30%, 50%, 40%, այդպես գնային փոփոխություններ բոլոր տեղերում եղել է։ Քանի որ կան հաշվարկներ, այսօրվա այդ գնային քաղաքականությամբ գործելու դեպքում նոր տրանսպորտային միջոց չի կարող աշխատի եւ ներդրումները չի կարող լինել։ Գները ձևավորվում են համաձայն մրցույթում ներկայացված սակագների, որոնք նույնպես գնահատվում են մրցույթի ընթացքում։ Այսինքն այդ գնահատման սխեմայում կամ այդ բալային համակարգում սակագների մասնաբաժինը կազմում է 20%։ Սակագնի գնահատման մասնաբաժինը 20% է։ Եվ շատ դեպքերում նաև ունենք հաղթող կազմակերպություն հենց սակագնի առաջարկված սակագնի, ցածր սակագնի արդյունքում։ Բայց որ նոր համակարգի դեպքում սակագները պետք է փոխվեն, սա ակնհայտ է, նշում է փոխնախարարը։ Բոլոր մարզերում, որտեղ 2021 թվականից ի վեր ձևավորվել են միասնական երթուղիներ, փոփոխություններ եղել են։ Կոտայքի Արմավիրի մարզերում արդեն իսկ փոխվել են սակագները եւ կպահպանվեն 10 տարվա ընթացքում։ Արդեն կարգի համաձայն մենք այդ գներով պետք է շահագործենք 10 տարի։ Դեռևս մրցույթի սահմանված գնից մենք 50 դրամ ուղևորցը ցածր ենք վերցնում։ Մենք մասնակցել ենք 350 դրամ ուղևորցի հետ կապված, բայց մենք սպասարկում ենք 300 դրամ։ Արմավիրի մարզը սպասարկող ընկերությունը, ինչպես Էջմիածին Երևան, այնպես էլ Մեծամոր Արմավիր երթուղիների սպասարկումն իրականացնում է ավելի էժան գնով, քան հաղթել է մրցույթում, այնպես որ գին բարձրացնելու տեղ ունեն, բայց մտածում են ուղևորի մասին, ասում են դեռ վնասով չեն աշխատում։ Սահմանել ենք 300 դրամ, սակայն 200 դրամը դեռևս մեզ բավարար է, քանի որ երթուղում գնացող եկող ժողովրդի ձեռքն էլ փող չկա։ Այդ մարդկանց ոչ ենք մենք ստիպելով, որ 300 դրամ տան եւ բավարարվում ենք, տեղավորվում ենք եւ գնային 200 դրամ ուղևորցի մեջ, որպեսզի կարողանանք եւ մեքենան նորոգել, դե քանի որ մեքենան նոր է, նրա մաշվածությունը աշճանաբար գնալով կմեծանա, նոր կզգացվի արդեն մաշվածության հետ մեքենայի վրայի ծախսերը։ Արմավիր համայնքում մրցույթ եղել է, բայց տրանսպորտի հարցը չի լուծվել։ Ինչպես Արարատի մարզում, այստեղ էլ դատական գործընթացներ են սկսվել պատշաճ պարտականությունները չկատարելու հիմքով, իսկ քաղաքացիները երկար ժամանակ զրկված են սպասարկման իրավունքից։ Բայց եթե Արմավիրի դեպքում լուծումներ են փնտրում, ապա Արարատի մարզում հաշտության հույս կա։ Նախարարության կողմից առաջարկվել է հաշտություն կնքել եւ այդ ժամկետ տալ տրանսպորտային միջոցները մատակարարելու եւ փետրվարի 13-ի որոշում ունենք, եթե մի ամսվա ընթացքում եթե չբողոքարկվի, այն ուժի մեջ կմտնի եւ այդտեղ նույնպես վերջի վերջո պարզեցում կունենանք այդ տրանսպորտային միջոցները բերվելու են թե ոչ, որովհետեւ մենք էլ հասկանանք, եթե բերվելու են դրանք կմտցվեն սպասարկման եւ համապատասխանաբար կսպասարկեն բոլոր բնակավայրերը, եթե ոչ, մենք հնարավորություն կունենանք շատ արագ նոր մրցույթ հայտարարել։ Գեղարքունիքի մարզի մի հատվածում արդեն իսկ հաջողված մրցույթ է տեղի ունեցել։ Սպասվում են նոր ավտոբուսներ ու նոր գներ։ Առաջիկայում մրցույթներ կանցկացվեն նաև Շիրակում, Լոռիում, Տավուշում, իսկ ամենադժվարը Վայոց ձորի մարզն է, որտեղ բնակչության քիչ թվի պատճառով քննարկում են Սյունիքի հետ միասնական երթուղիներ ձևավորելու հարցը։ Վարդուհի Արզումանյան, Հայկուշ Ասլանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Էդմոնդ Հակոբյան եւ Գևորգ Զաքարյան, Կիրակնորյա լուրեր։